Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանների ձևավորած պաշտպանության խորհուրդն այսօր տարածած հայտարարության մեջ պնդել է. Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում եւ նրան ներկայացված մեղադրանքը որևէ առնչություն չունի քրեական օրենսգրքի եւ քրեական իրավունքի հետ։ Առանց որևէ կոնկրետավորված շրջանակի կամ հասարակության ուղղված կոչի ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հայտարարության պայմաններում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչի մեղսագրումը, դրա շրջանակներում ֆեյսբուքյան արդարադատության նախապատրաստումն ու իրականացումը հաստատում են սույն գործով քաղաքական հետապնդման միջազգային չափանիշների առկայությունը։ Սամվել Կարապետյանն օրերս պաշտպանել էր հայ առաքելական եկեղեցուն ու ասել. Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. ասում է մենք մեր ձևով ենք միջամտելու, հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Վարչապետի այս հայտարարությունից հետո Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, ապա եւ կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Սամվել Կարապետյանը սպառնաց եւ նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։ Որևէ մեկը չի կարող Սամվել Կարապետյանի խոսքը ի պաշտպանություն եկեղեցու համարել սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը։ Խորհրդարանական այսօրվա ճեպազրույցներին իշխանությունն ու ընդդիմությունը հակադիր պնդումներ էին անում գործարար Սամվել Կարապետյանի հայտարարության հետ կապված, ինչն էլ երեկ նրա կալանավորման պատճառը դարձավ։ Իշխանության պնդմամբ գործարար Տաշիր ընկերությունների խմբի նախագահն իր հայտնի հարցազրույցում սպառնացել է պետությանը։ Խորհրդարանի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը համաձայն չի այն որակումների հետ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան արդարադատություն է իրականացնում, այսինքն ֆեյսբուքի իր էջում սպառնում է գործարարին, որից հետո նրան կալանավորում են։ Մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ պետությանը սպառնում են, ինչից հետո բնականաբար պետքա գնահատական տրվի եւ քաղաքական եւ քրեա իրավական։ Եվ ինչպես այո իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետքա մնա նրանց բերանում։ Եվ հիմա այդ process-ի մեջ ենք մենք գտնվում։ Այն որ սա քաղաքական հետապնդում էր իմ համար ակնհայտ է, անկախ նրանից թե ով դա ինչպես հետագայում կմեկնաբանի։ Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհրդից բացի խորհրդարանական ընդդիմության համոզմամբ եւս Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է։ Իսկ պատճառն ըստ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի այն է, որ Կարապետյանը պաշտպանել է հայ առաքելական եկեղեցուն, դրանով հակադրվելով Նիկոլ Փաշինյանին, ինչը կարող է վնաս հասցնել եկեղեցու դեմ իշխանության նախաձեռնած արշավին։ Հեղինակավոր անձանց իսատարում եկեղեցու հայտարարությունները կամ որևէ գործողություն բնականաբար իշխանության համար շատ ավելի մեծ վտանգավորություն է ներկայացնում եւ իշխանությունը փորձել է հնարավորինս շուտ կանխել եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը եւ նաեւ դրա շուրջ հնարավոր հասարակական մոբիլիզացիան, ինչը կարծում եմ որևէ արդյունք չի տալու։ Վախը նրա կակուղ փափուկ հյուսվածքների մեջ է, որը երբեք չի անցնելու այդ վախը հաղթահարելու համար նա փորձելու է ցանկացած քայլի դիմել։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր տեղեկացրեց, որ խիստ սահմանափակումներ են կիրառվում կալանավորված Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Անգամ պատգամավորները իրավունք չունեն նրան այցելելու, միայն փաստաբանները եւ մերձավոր ազգականները։ Աղվան Վարդանյանը կասկածներ ունի, թե ինչու են Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո տեղափոխել Արմավիր քրեակատարողական կենտրոն, հեռացնելով մայրաքաղաքից։ Որ հանկարծ մարդ չհավաքվի, միտինգներ, ցույցեր չլինեն։ Հարցին թե արդյոք ընդդիմության կողմից կլինեն գործողություններ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, Աղվան Վարդանյանն ասաց, թե քննարկումներ կլինեն եւ շատ բան կախված է հենց Կարապետյանի մոտեցումներից։ Արդյոք Ռուսաստանի քաղաքացի միլիարդատեր Սամվել Կարապետյանը նպատակ ունեցել է մասնակից դառնալ հայաստանյան քաղաքական գործընթացներին։ Ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցին ուղիղ չպատասխանեց։ Իմ չիմացածը երբեք չեմ ասում, իսկ իմացածս երբեմն եմ ասում, բայց որևէ հայ արժանապատիվ հայ մարդ Հայաստանի Արցախի համար ամեն ինչ արած եւ մեծ հեղինակություն ունեցող մարդ չի կարող համակերպել այն իրավիճակին, որ բերել են այս
Չարիքի իշխանությունը։